Հայաստանում առողջության ապահովագրությունը կներդրվի 3 փուլով, կտևի եկող 2026 թվականից մինչև 28, առաջին փուլով մինչև 18 տարեկանների ու 65 տարին լրացածների ապահովագրությունը պարտադիր կլինի, նաև 18-ից 65 տարեկան հաշմանդամություն ունեցողների, անապահովների ու ելի մի քանի խոցելի խմբերի։ Պարտադիր ապահովագրության վերաբերյալ մեր քաղաքացիների կարծիքները միանշանակ չեն։ Մի մասի համար այն կարևոր բարեփոխում է լինելու, մյուսները թերի են համարում։ 10 տարի գործ բժիշկների հետ, ցավոք սրտի ունեցել եմ օնկոլոգիական հիվանդություն, բուժվել եմ եւ այլն, տեղերում լրիվ ուրիշ գումարների մասին է խոսքը, սենց հեռուստատեսությամբ եւ գովազդային հոլովակներում բացարձակ ուրիշ գումարների մասին է խոսքը։ Հասնում ես տեղ, կանգնում ես փաստի առաջ։ Անալիզների ու չգիտեմ ինչերի համար ավելի շատ գումար ես վճարում, քան բուն հիվանդության բուժման։ Դրա համար չեմ հավատում ոչ մի տեսակ այս հայտարարություններին։ Չարորակ գոյացության դեպքում, ասում է քաղաքացին, միայն վիրահատությունն է անվճար։ Սա էլ այն դեպքում, երբ հաստատվում է, որ գոյացությունը չարորակ է։ Մինչև այդ անալիզներ, հետազոտություններ բոլորը վճարովի են ու սարսափելի բարձր գներով։ Մի անալիզի համար վճարում է մարդը 100, 120, 150 հազար դրամ, մի հետազոտությունը արժի 50-60 հազար 100 հազար դրամ, որ արդեն մարդը մինչև հասնում է բուն բուժմանը, էլ գումար չունի։ Ապահովագրության երկրորդ փուլը կմեկնարկի 2027-ին, երրորդը 28-ին։ Տարեկան փաթեթը սկզբում կկազմի 129.600 դրամ, 2028-ից առողջապահական փաթեթի գինը կբարձրանա։ Տարեկան 164.000 դրամ կվճարեն քաղաքացիները, կամ ամսական 13.700 դրամ։ Չնայած կառավարության լավատեսական հավաստիացումներին, առողջապահության ոլորտի փորձագետների մի մասը մտահոգ է։ Կարծում են, համակարգը պատրաստ չէ այդպիսի մեծ փոփոխության, նաև համարում են, որ պետբյուջեից հատկացվող միջոցները բավարար չեն։ Անցած տարվա պետական բյուջեի համեմատ մոտ շուրջ 44 միլիարդ դրամ ավել է հատկացվել, դա շատ քիչ գումար է։ Այդ 44 միլիարդից մոտ 39 միլիարդի կարգին, որ հենց հատկապես առողջապահական համակարգին է ավելի վերաբերվում, ինքը շատ քիչ գումար է, կարելի ասել կրկնակի պակաս այս փուլի համար։ Փորձագետն ասում է, նաև օրենսդրական բաց կա, չկա համակարգի գործունեությունը կարգավորող օրենք, ստեղծված չէ առողջապահության ապահովագրական հիմնադրամ եւ այլն։ Ամսական 200.000 դրամ եւ ավելի եկամուտ ունեցող քաղաքացիներն իրենք են վճարելու իրենց ապահովագրության համար։ Նրանց աշխատավարձից ամսական պահվելու է ֆիքսված գումար։ Վարդանյանը սա համարում է սոցիալական անարդարություն, քանի որ ի տարբերություն միջազգային փորձի, մեր կառավարությունը կոնկրետ թիվ է սահմանել վճարի համար։ Մարդկանց աչքում դա նմանեցնելով նոր հարկի։ 200.000 եւ ավել աշխատավարձ ստացողները արդեն հարկվելու են, այսինքն նրանք ամսական առնվազն ամենակիչ թիվն եմ ասում 10.000 դրամ գումար են վճարելու, պահվելու է նրանցից։ Մեր հարցախույզի ընթացքում հանդիպեցինք նաև քաղաքացիների, որոնք ունեցել են ապահովագրություն եւ կողմ են համակարգի ներդրմանը, եթե այն լինի հետևողական։ Մինչև անցած տարի օգտվել եմ, հոյը կապ է եղել թե ապահովագրական ընկերությունը, թե համագործակցությունը ցանկացած հիվանդանոցի հետ։ Ես կողմ եմ դրան։ Մենք թե հետևողական լինեն, վստահ լինեն, որ այդ ծառայությունը պատշաճ կերպով մատուցվում է բուժառուներին։ Մյուսները սակայն թերահավատ են, հաշվի առնելով իրենց բացասական փորձն ու համակարգի նկատմամբ ընդհանուր անվստահությունը։ Այս ամեն ինչը թղթի վրա ուրիշ տեսք ունի, տեղում լրիվ ուրիշ բաներ են ի հայտ գալիս, պարզվում է, որ ընդհանրապես ուրիշ բանը անհասկանալի ու անհարմար ժողովրդի համար։ Լավ կլիներ ոչ թե աշխատավարձից, այլ հենց պետությունը հովանավորեր, ոնց որ զարգացած երկրներում արվում։ Մինչ կառավարությունը վստահեցնում է, որ համակարգը կթեթևացնի քաղաքացու առողջապահական բեռը, մասնագետներն ու քաղաքացիները մտահոգված են, որ ֆինանսական անորոշությունն ու օրենսդրական բացերը կարող են հանգեցնել նոր խնդիրների։ Նարնե Ղուկասյան, Գևորգ Սյանոսյան, Րիոփան մեդիա։